Սրվա մեր հույրնա լինելու Վահե Մեսրոպյանը Ամերիկայից ունենք շատ հետաքրքիր եթեր այսօր խոսելով այսօրվա խնդիրների մասին, այսօրվա խնդիրների մասին, փորձելով հասկանալ ինչա կատարում այս պահին մեր երկրում, մեր երկրի իրավիճակում, ինչ խնդիրներով դրա համար այսօր մեր հույրնա Վահե Մեսրոպյանը Պարոն Մեսրոպյան, բարի երեկո, ձեր մոտ բարի լույս, խնդրում եմ ներկայացեք մեր Բարև հանրությանը։ ձեզ, ողջունում եմ բոլորին։ Լսում ենք։ Ես Վահե Մեսրոպյանն եմ, ծնվել եմ 1954 թվականին, ավարտել եմ Երևանի պետական համալսարանը, երկրաբանական ֆակուլտետը, մասնագիտությամբ ինժեներ երկրաբան, հիդրոերկրաբան եմ, այնուհետև ավարտել եմ մարքսիզմ-լենինիզմի համալսարանը եւ քաղաքագետի դիպլոմ եմ ստացել, կարմիր դիպլոմ, սովորել եմ ասպիրանտուրայում Մոսկվայում, ջրային պրոբլեմներ գիտահետազոտական ինստիտուտում եմ աշխատում, իսկ Մոսկվայում ասպիրանտուրան անցել եմ հիդրոտեխնիկայի և մելիորացիայի ինստիտուտում, ինստիտուտ գիդրոտեխնիկայի մելիորացիայի։ Այնուհետև աշխատել եմ տարբեր նախագծային ինստիտուտներում, աշխատել եմ Աղետի գոտում մի քանի տարի, մինչև 93 թվականը, երբ նախագահը հրաման տվեց, որ այն զինվորականներ, ովքեր չեն ծառայել բանակում, այսինքն պայստազորի սպաները, նրանք զորակոչվում են բանակ, 93 թվականին զորակոչվել են բանակ, 6 ամիս դասավանդել եմ պետական համալսարանի ռազմական ամբիոնում և 12 տարի բացման օրվանից դասավանդել եմ այն ժամանակ ուսումնարանում, հիմա ակադեմիայում, իսկ մեր ժամանակ կոչվում էր ռազմական ինստիտուտ։ Տեղափոխվել եմ Միացյալ Նահանգներ զորացրվելուց հետո, 2 տարի որպես զինղեկ աշխատել եմ դպրոցներում և ուսումնարաններում, տեղափոխվել եմ Միացյալ Նահանգներ և այստեղ զբաղվում եմ քաղաքականությամբ։ Ընթացքում 5 գիրք եմ գրել, երկարույց ավել հոդվածներով, 5 գիրք եմ լույս ընծայել, ընթացքում դարձել եմ Հայաստանի ժուրնալիստների միության անդամ և ժուրնալիստների միության միջազգային ասոցիացիայի անդամ և շարունակում եմ իմ գործունեությունը, հիմա ես ընդգրկված եմ Արևմտյան Հայաստան պետության վտանգի կառավարությունում որպես փոխվարչապետ և իրականացնում եմ ներքին գործերի նախարարության գործառույթները։ Հասկանալի է։ Ընթացքում ես տրամադրում եմ Արևմտյան Հայաստան պետության վկայականներ, ովքեր որ ցանկանում են, և ընթացքում կազմակերպում ենք ստորագրահավաք ուղղված Միացյալ Նահանգների նախագահին Ուդրո Վիլսոնի իրավարար վճիռը իրականացնելու համար։ Մենք դա դեռ կանդրադառնանք, պարոն Մեսրոպյան, մենք կանդրադառնանք դրան։ Պարոն Մեսրոպյան, հիմա մենք գիտենք, որ այս պահին Սերոբ Գասպարյանը, Սև Հովաս ռազմահայրենասիրական ջոկատի հրամանատար, մեր Ռոստամ Գասպարյանի եղբայրը այս պահին անազատության մեջ է։ Ինչպես եք, որպես զինվորական, ինչպես եք դա նայում, որ գործող հրամանատարին բռնեն հենց այս պահին շինչ ու գործերով փակեն եւ մեր տղաները Սև Հովազի ջոկատի տղաները այսօր գտնվելով սահմանին, բայց փակի տակ պահելով առողջ խիզախ 30 տարի կրված հրամանատարին, որպես զինվորական խնդրում եմ ձեր գնահատական այսօրվա իրավիճակին, խնդրեմ։
Ուրեմն զինվորականները որպես հրամանատար նրանք գործում են, նրանք պետքա գործեն եւ նրանց գործն է պաշտպանել հայրենիքը։ Ուրեմն եթե զինվորականին այդպես վերաբերում են որպես, չգիտեմ, հասարակ մարդկանց, դա ուրեմն նպատակ ունի։ Այդ նպատակը նրանց գործից հեռացնելն է, նրանց այսպես ասած մեկուսացնելն է, որ նրանք չպայքարեն իրենց հայրենիքի համար։ Երեկ Նիկոլ Փաշինյանը այդպիսի ելույթ է ունեցել եւ ասում է, որ մենք պետք է Ղարաբաղյան շարժման մասին մտածենք։ Այո։ Եթե մենք ուզում ենք պետություն ստեղծենք, մենք պիտի մոռանանք Ղարաբաղյան շարժումը եւ ասում է այն 4-5 հազար երիտասարդները, որ զոհվեցին, նրանք զոհվել են, որ մենք կերտենք անկախ ինքնիշխան Հայաստան։ Դա իր պատկերացումն է անկախ ինքնիշխան Հայաստանի, դա մեր պատկերացումը չի, դա այդ ջոկատի հրամանատարների, զինվորականների պատկերացումը չի։ Նրանք պատկերացնում են Հայաստանը մեծ, Հայաստանը Լեռնային Ղարաբաղով, Հայաստանը Նախիջևանով, Հայաստանը Արևմտյան Հայաստանով, այդպիսի ուրեմն տրամադրություն ունեն, այդպիսի մտածողություն ունեն, դրա համար են պայքարում զինվորականները։ Իսկ Նիկոլ Փաշինյանը դրանց մեկուսացնում է, որ նրանք այդ պայքարից զերծ մնան։ Պարոն Մեսրոպյան, դուք արդեն լսել եք այն պլանը, որ մենք այսօր ուզում ենք իրականացնել, ես բարձրաձայնել եմ եւ դա ընդունվել է, եւ շնորհակալություն մեր Արամ Մկրտչյանին, որ իր համաձայնությունը տալով մենք հիմա աշխատում ենք այդ պլանի վրա։ Ես եկել եմ մի գաղափարի, որ այսօր այդ բլանկը, որ մենք ստեղծելու ենք աշխարհով մեկ մեր հանուն հայրենիքի, որովհետև անհնար է այսօր 10 միլիոն հայի տարբեր երկրներին տարբեր ժամանակի մեջ ոտքի հանելու, ցավոք անհնար է, մենք փորձել ենք շատ անգամ, բայց հիմա այս գաղափարը ինչ որ մտածել եմ, որ պետքա մենք դա կյանքի կոչենք, մի բլանկ, որը դիգիտալ բլանկ է լինելու, անհամաձայնությունը մեր երկրի հայրենակիցների, նշանակում է մենք փորձելու ենք այդ իրավական բլանկը on-line ստեղծելով ուղարկել մեր հայրենակիցներին աշխարհով մեկ։ Հիմա ունենք խնդիր հայրենակիցների հետ, որ բերթերում են, մենք ունենք խնդիր այսօր այո Ղարաբաղի լռեցնելու, դա աբսուրդ է, ես լսել եմ, ես ուղղակի ինձ հազիվ եմ տիրապետում, երբ որ այդ անձը խոսում է, դժբար է, ես իր անունը դել եմ Վախի հոգի, ինքը Վախի հոգի է տալի երկրին, եթե էս էլ չտակ, գիտեք, դուք ավելի լավ կհիշեք մի պատմություն կա, չէ, կուկու քանի ձակ ունեք դու, էս էլ դու, վերջում տենում է կուկուն էլ ձակ չունի, այս իրավիճակում ենք, մեր ձակերի հաշվին ինքը բերում է խաղաղություն, մեր երեխեքի հաշվի, կյանքի հաշվին ինքը բերում է խաղաղություն, վախացնելով այն իրավական, որ մենք ունենք մեր երկիրը, մեր պետականությունը, մեր հողերը, մեր կատաստրը եւ սրապես մեկը կանգնած ասում է, գիտեք ինչ կա, եթե հիմա դուք խոսեք Արցախից, հաջորդ խնդիրը կունենանք Հայաստանի մեջ։ Հիմա ես գիտեմ, որ սրա նմանները մեր եթերները տեսնում են, բայց ես ուզում եմ մեր սիրելի հայրենակիցներն ասել, որ մենք խոսում ենք ճշմարտությունից, մենք չենք վախենում, մենք հաղթածի որդի ենք ըստ Աստվածաշնչի, մենք վախի հոգուց չենք վախենում, որ մեզ վախացնեն, որ մենք ճշմարտությունը չխոսենք, մենք պետք է խոսենք եւ մենք պետք է հասանելի սարքենք այս ամեն ինչը մեր հայրենակիցներին, սփյուռքին աշխարհով մեկ, որ հասկանան, որ չի կարելի լռել, ել ուր լռենք, վաղը տվեցին Արցախը այս գաղափարով, եթե դուք մեկ էլ պահանջեք սուս մնաք մյուս ցեղասպանությունը գլնի, վաղը կգանք ասեն Սյունիքը, մյուսերը կգանք ասեն Սևանը, Աբովյանը եւ ահա եւ վերջ։ Չի կարող սա շարունակվել։ Ինչ որպես զինվորական, ինչ եք առաջարկում մեր հայրենակիցներին։ Ինչ ունեք առաջարկելու ձեր ապրած տարիները, ձեր խորհրդի կարիք ունենք։ Լսելու ձեզանից, խնդրեմ։ Շնորհակալություն հարցի համար, ես այդ հարցի մասին ամենօրյա մտածմունք ունեմ, ամենօրյա, որտեվ արդեն 10 տարուց ավելի ես զբաղվում եմ քաղաքականությամբ եւ այն որոշումները, որ կայացվում է Հայաստանում, հատկապես վարչապետի ժամանակաշրջանը 18 թվականից հետո,
դա ինձ շատ մտահոգիչ է։ Ես հենց սկզբից չեմ ընդունել իր գոյությունը, հենց սկզբից չեմ վստահել իրեն, որտեվ ես առիթ եմ ունեցել հանդիպել իր հետ եւ զրուցել մի 5 րոպե, եւ այդ 5 րոպեն մենք պետքա շարունակենք ուրիշ պայմաններում զրուցելու, ինքը խոստացավ, ինքը իր քարտը տվեց, ես իմ քարտը տվեցի, բայց այդպես էլ ինքը չներկայացավ։ Այսինքն ես դա բացատրում եմ այն հարցադրումներով, որ ես կատարել էի իր ելույթի ժամանակ, երբ որ մի 1000 հոգի այդպես լսարան էր եւ ինքը ելույթ էր ունենում։ Ինքը հասկացավ, թե ես ինչ հարցեր տվեցի, որոնց ինքը չկարողացավ պատասխանել, այսինքն պատասխանեց, որը ոչ մեկի չբավարարեց։ Պարոն Մեսրոպյան, այդ հանդիպումը կներեք, կարող եք այդ հարցը նորից բարձրացնել, ինչ հարց եք տվել, որ ինքը չի կարողացել պատասխանել։ Խնդրեմ։ Դες այն ժամանակ ասացի դուք ընդդիմություն եք ստեղծում։ Հա, ընդդիմություն եք ստեղծում, բայց այդ ընդդիմությունը այդպես ձևական է։ Դուք քանի որ չեք կարողանում իրար մեջ բաժանել ձեր այն կարիերիստներ եք, էլի, որ չեք կարողանում պաշտոնները բաժանել ձեր մեջ, դրա համար չեք կարողանում համախմբվել, եթե իսկապես ուզում եք ինչ-որ արդյունքի հասնել։ Չէ, ասում եմ, դե գիտես, ասում եմ, մենք երբ որ այդ ընդդիմությունը կազմում ենք, դրա մասին չենք մտածում։ Մենք մտածում ենք, ասում եմ, ոնց որ սովորականի պես գնում ենք ինչ-որ ասենք սունկ հավաքելու կամ ինչ հավաքելու, ամեն մեկս մի փոքր ուտելիք ենք վերցնում, կիսատ ինչ-որ լուսկի ենք վերցնում, հա, այդպես գնում ենք ու այնտեղ փաստի առաջ ենք կանգնում։ Ասում եմ, մենք այդպես ենք մտածում։ Դե ես իհարկե չհամաձայնվեցի։ Երկրորդ հարցս տվել էի, որ ինչու Սփյուռքը չի մասնակցում ընտրություններին, ինչու չեք պայքարում դրա համար, ինքը ասաց, որ դրա մեջ մեծ ռիսկեր կան, որ այդտեղ կարող են գործակալներ ներգործել, չգիտեմ ինչ անել, որը իհարկե աբսուրդային է, աբսուրդային չի այդպես 100%, բայց մարդիկ հա ուզում են, որ իրենք ընտրեն, մեր իրավունքն է, ես Հայաստանի քաղաքացի եմ, կապ չունի որտեղ եմ ապրում, ես ուզում եմ մասնակցեմ իմ պետության ղեկավարի ընտրություններին, դա իմ իրավունքն է սահմանադրորեն, ինչու ես պիտի չանեմ, դե հասկանալի է ինչի չեն անում, երրորդ հարցս այս պահին չեմ հիշում, բայց մի խոսքով այդ հարցերին ինքը չկարողացավ, այսինքն պատասխանեց, բայց ոչ մեկին չբավարարեց եւ իհարկե չցանկացավ ինձ հետ հետագայի զրույցում ունենալ, քանի որ ինքը տեսավ, թե ես ով եմ, ասինքն քարտից վրա գրված է, որ Արևմտյան Հայաստանի հարցերով եմ զբաղվում, ուրեմն դա իրեն չի տարկրում։ Նույն կերպ, երբ որ այստեղ գալիս են իր քաղաքական, այսպես գրպանի գործիչները, գալիս են այստեղ ելույթ են ունենում։ Մարուկյան, Չէ, Արաբատ Mirzoyan, Արաբատ, որ թուրքերն ասեցին Արաբատ Mirzoyan-ը, արտաքին գործի նախարարը, հա, հա, մի խոսքով, այդ քաղաքական գործիչներն էլ որ գալիս են այստեղ, ես մասնակցում եմ այդ հավաքներին, իրենց խոսելու ժամանակ այսպես ռեպլիկներ եմ անում, որ սխալ են ասում, որ ճիշտ չի ինչ որ բան, բայց մինչև այդ մենք հանդիպում ենք եւ իրենք համաձայնվում են, որ այդ ելույթից հետո բաղական մյուս օրը կհանդիպենք անպայման կզրուցենք, իսկ բոլորը խուսափում են այդ հանդիպումներից։ Ես հասկանում եմ եւ գիտեմ ինչի համար, նույնն էլ երբ որ ես հանդիպում եմ այստեղ ասենք կուսակցության ներկայացուցիչների հետ, համայնքում շատ հայտնի մարդկանց հետ զրուցում եմ, մի ժամ, երկու ժամ, տետատետ, այդպես զրուցում եմ, որ ասում եմ, թե ինչ աշխատանքներ պետք է կատարվի, եւ բոլորը համաձայնվում են, ոչ ոք չի առարկում, որ իր այդ աշխատանքներ պետք է կատարվի Սփյուռքում, հա,
ասում են ինչ է ուզում ես մենք քո զոնտիկի տակ աշխատենք, ասում ինչի, եթե դուք ձեր կուսակցականներին, էլի վերաբերում, դուք ձեր գրասենյակներն ունեք աշխարհի տարբեր երկրներում հայ գաղթօջախներում, եթե դուք այնտեղ ինչ-որ հարցը բարձրացնում եք, ինչ-որ աշխատանք ենք կատարում, ասենք Բուենոս Այրեսում, ես պիտի ստեղից ասեմ, այդ ես եմ ասել, իրանք ասեն, մենք քեզ չենք ճանաչում, չէ, դու ով ես, բայց դուք այդ աշխատանքը պետք է, չէ, որ կատեք, ասում է այո, ասում եմ կարևոր է, չէ, որ պիտի կատարեք, այո, բայց չի չեք կատարում։ Այստեղ արդեն իրանք չեն կարողանում պատասխանել։ Ես այդպես խոսել եմ մի 15 հոգու հետ, շատ հայտնի մեր համայնքում հայտնի մարդկանց հետ, որ եւ համոզվում եմ, որ ոչ ոք, քանի որ հիմնականում դրանք կուսակցության ներկայացուցիչներ են, չեն ուզում զբաղվել այդ հարցով։ Երբ որ ես հետո հանդիպում ենք, ասում եմ, բա ինչի ես հարցով չեք զբաղվում։ Ասում են այս վայրկյանին մենք չենք կարող դրանով զբաղվել։ Պարոն Մեսրոպյան, գիտեք ինչն է խնդիրը, գիտեք ինչն է մեր երկրի խնդիրը կուսակցությունը։ Մենք միացնել, բայց դուք չի։ Մեր խնդիրը գիտեք որն է, երկու խնդիր մենք ունենք, դրա համար այս եթերը պետք է մենք շատ ճիշտ հասանելի հասցնենք մեր սփյուռքին եւ մեր հայրենակիցներին, մենք երկու խնդիր ունենք, կուսակցություններն են մեր տունը քանդում, եւ մեկ էլ կրոնը, որ տարբեր կրոն, ոնց կլինի մեկ քրիստոնյա ազգ ունենան 250 տարբեր կրոնական ճյուղեր։ Հենց այս երկու գաղափարը դրված է սխեման, որ քանդի մեր երկիրը, ինչ է նշանակում քո զոնտիկի տակ, այդ զոնտիկի տակ մեր հայ ազգն է, այդ զոնտիկի տակ մեր հայ մշակույթն է, մեր հայ հավատքն է, որ եկել է 2000 տարի, 5000 տարի ունենալով երկիր տարածք հազարավոր կիլոմետր ու այսօր մնացել է ուղղակի 1% չի մնացել հազարավոր կիլոմետրներից ու այսօր մենք խոսում ենք դեռ պաշտոն զոնտիկ կամ ինչ-որ ես ինչագան եմ, նա ինչագան է, սա է հայ ազգի տունը քանդում եւ քանդելու է, եթե մենք մնանք այս գաղափարախոսության մեջ, դրա համար իմ ելույթների մեջ ես միշտ խոսում եմ, որ առաջինը երկինքը, հետո երկիրը նշանակում է այն հոգևոր արժեքները, որ Աստված մեզ տվել է, հայի մեջ մեզ դրել է, միասնությունը։ Գիտեք, երբ է թուրքը հարցակվում էր, երբ որ հայերն ասում են մենք միասնական չենք, ես այս ինչական եմ, նա այն ինչական է, սա է մեր տունը քանդում, սա է մեր տունը քանդեմ ինչև այսօր, որ մենք մտածում ենք, ես միշտ ասեմ, ես հայ եմ եւ հայամետ եմ եւ այն ազգը, այն պետությունը, որը որ օգուտ կտա իմ երկրի զարգացմանը եւ իմ տարածքներին ինքնությունը, հեսա մենք կհասնենք դրան իրական տարածքների ինքնությունը, այո, նա կլինի մեր բարեկամը, մենք նրա հետ կհամընկնենք, բայց այսօր մենք չունենք ոչի բան տալու։ Երկրի համար մենք դարել ենք, գիտեք ինչ, ես ապրում եմ արդեն 30 տարի Եվրոպայում, երբ որ խոսում ես նորմալ եվրոպացու հետ, ասում ես, որ ազգ, ինչ ազգ ես, ասում ես Արմենիա, խառնում է Ռումինիայի հետ։ Նա չի ճանաչում քեզ։ Նա երկրի ժողովուրդը պետական մասշտաբով, այո, ճանաչում են ինչ-ինչ բաներով, Շարլ Ազնավուր, ցեղասպանություն, 2000 տարվա քրիստոնեություն, այդ 3-4 բանն է մնացել մեր մեջ։ Մենք կորցրել ենք բոլոր արժեքները։ Հենց այս եթերը սրա համար է, որ բոլորին մի ազդակ տրվի, հոգևոր դաշտի մեջ միանալ եւ նույնը գաղափարը խոսության մեջ մի գաղափար ունենանք, ոչ թե այս ինչական եմ, այն ինչական եմ, տենում ես այսօր մեր Լենագանի այդ ընտրությունները մի փոքր քաղաք արդեն մարդասպանոցի է այդում, մեկը մյուսին բերթա գցում, մեկը մյուսին քֆուրա տալի, մեկը մյուսին չգիտեմ ինչ անում, ազգան ժողովը դարձել են չգիտեմ ինչ, հասկանում եք, էսա պարոն Մեսրոպյան, ինչ եք ուզում առաջարկեք, որ մեր հայրենակիցները միավորվեն ոչ թե զոնտիկի տակ, այլ տիրոջ օրհնության տակ այդ քրիստոնյա երկիրը կարողանանք պահել փառքով, խնդրեմ։ Այո, կոմտաղությունները շատ տեղին են, ճիշտ են, իհարկե, այդ կուսակցությունները բոլորը ազգին պառակտելու համար է ստեղծված։ Գանք սկզբնաղբյուրին, երբ որ ստեղծվեց հնչակյան ազատական կուսակցությունը, այն ժամանակ Արևմտյան Հայաստանում այսպես բարձրացել էր ազգային ազատական շարժման ալիքը, քանի որ եւ 28 թվականի Թուրքմենչայի պայմանագրով Արևելյան Հայաստանը այսպես ասած ազատագրեցին, կցվեց ռուսական կայսրությանը,
ազգային ազատագրական շարժումը արևմտյան Հայաստանում զարգացավ ինչի համար, որովհետև նրանք արդեն մտածում են, որ Ռուսաստանը կարող է օգնի եւ իրենք էլ կմիանան ուրեմն Ռուսաստանին եւ իհարկե միասնական Հայաստան կլինի։ Եվ այդ շարժումը մենք գիտենք, որ շատ լավ տարվում էր մեր ֆիդայինների կողմից ու երբ ստեղծվեց հնչակյան ազատական այդ կուսակցությունը անմիջապես ստեղծեցին դաշնակցական կուսակցությունը։ Նրանք հասկացան, որ ժողովուրդը այս մի կուսակցության այդ մի գաղափարով կարող է համախմբվի, նրանք արդեն մի գաղափարի շուրջ կարող են համախմբվել։ Եվ դրա համար ստեղծեցի երկրորդ կուսակցությունը, դաշնակցական կուսակցությունը, որպեսզի ժողովրդին տարանջատեն։ Հիմա էլ նույնն է, ցանկացած պրեզիդենտի նախագահի ժամանակ, երբ որ գնում են դեպի ընտրություն, ստեղծում են կուսակցություններ, որ ժողովրդին այսպես բաժանանեն եւ իրենք իրենց ուզած թվերը նկարեն այնտեղ եւ ցույց տան, որ իրենք ընտրվել են։ Պարոն Մեսրոպյան, նույնն էլ եկեղեցին է։ Ահա, շատ կարևոր է։ Ասեք։ Ասեմ, նույնն էլ եկեղեցին է։ Եկեղեցին իր ամեն մի եկեղեցական, այստեղ ես դա տեսնում եմ, իր եկեղեցուն է իհարկե այսպես պաշտում եւ ժողովրդին խորհուրդ տալիս, որ իր մոտ գան։ Բոլոր այդ առաջնորդները, որոնց հետ ես բազմիցս զրուցել եմ, նրանք էլ են իրենց ելույթներում ասում, թե մեր հիշում են մեծ Չարենցի խոսքերը, որ ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը հավաքական ուժի մեջ է։ Երբ որ ես իրենց ասում եմ, այդ հավաքական ուժը որն է, դուք ինչի շուրջ եք ուզում համախմբվել։ Ասեք մի բան, որ ժողովուրդը համախմբվի։ Ուրեմն չունեք դուք այդ բանը, ում շուրջն եք ուզում համախմբել, չունեք այդ խոսքը։ Դրա համար ասում եմ, բոլորին ասել է, որ պետք է համախմբվել գաղափարի շուրջ։ Ուրեմն եթե չկա մեկը, որի շուրջ չկա, ասենք Նժդեհի նման մի ինչ-որ ազնվորություն, որի շուրջ կարող ենք համախմբվել, ուրեմն կա գաղափար։ Ուրեմն այդ գաղափարի շուրջը պետք է համախմբվել։ Ուրեմն պետք է տարածենք այդ գաղափարը, միասնության գաղափարը, արևմտյան Հայաստանի տարածքների վերադասման գաղափարը, որ ժողովուրդը այդ գաղափարի շուրջը համախմբվի։ Ուրեմն գաղափարն է պետք, ոչ թե անձը։ Ուրեմն գաղափարի շուրջ կարելի է համախմբվել եւ այդ գաղափարով առաջ շարժել։ Շնորհակալություն։ Էս է խնդիրը, թե չէ բոլորը կրկնում են այդ միասնություն համախմբում, բայց ոչով չի կատարվում աշխատանքը։ Հասկանալի է։ Հիմա նայեք, պարոն Մեսրոպյան, հիմի խնդիրը այս վիճակում այն ինչ որ կա, շատ խայտարակ վիճակ է, ծայրահեղ վիճակ է, եւ այսօր մենք ունենք մասնատված թե հոգեվոր դաշտը մասնատվել, հոգեվոր դաշտը, մարդկային հոգեվոր դաշտը մասնատվել, դա արդեն իրականություն է եւ անցած շատ հետ բերելը դա անհնար է այս պահին, եւ նույնը քաղաքական մասնատում, որը ես ինչական եմ, դու ինչական ես, ախպեր ախպորը ատում է, քուրը ախպեր տարբեր երանգների, տարբեր գույների պաշտող, մարդապաշտ, աթոռապաշտ են դառել շատերը ցավոք այդ փողով առած այդ հատուկ կազմակերպությունը, որ եկան մտան մեր երկրի այսօրը գցին, չնայած նրանք մեղավոր չեն, մեղավորը մենք ենք, որ թույլ ենք տալիս, թե հոգևոր դաշտում, թե քաղաքական դաշտում, բայց հիմա խոսենք սենատի գաղափարից, որովհետև այսօր սենատը մի հատ կառույցն է, շատերը չեն հասկացել, թե սենատի գաղափարը դա ինչ գաղափար է, որ այսօր կարմիր լույս է տալի բոլոր քաղաքական ուժերի եւ դառնալու է օսկորը այս մարդկանց այդ մասնատողների կոկորտին կանգնած, որովհետև մենք այսօր մի ուժ ենք դարձել եւ ես ասել եմ սենատը պետքա հայ սենատը պետքա հզորանա, մենք շատ արագ պետք է բոլոր երկրներից ունենանք մեր հայրենակիցներին, որ համագործակցեն անկախ, ոչ թե ինչ-որ մեկի դրոշի կամ զոնտիկի տակ, մենք պիտի փորձենք սենատը հասցնել այն բարձր մակարդակի արագությունով, որ այսօր կարողանանք այդ մասնատված իրավիճակը կանգնեցնել, ոչ թե միացնել դա մեծ աշխատանք է, դա երևի մենք էլ չհասցնենք, մեր երեխաները երևի մեզանից հետո հասցնեն, որտեղ շատ խորային է, ու ես նույնը ասում եմ, որ մենք ունենք այսօր իրավական այսօր մեր ձեռքը
դոկումենտներ, որը որ մենք այս իրավունքի տերն ենք եւ պետք է մենք շատ արագ ձևով մեր հայրենակիցներին ասենք, որ այն ինչ որ ձեզ այսօր ասում են, դա խապկանք է։ Հիմա ես գիտեմ, որ շատ ուժեր վաղը մյուսօր ասում են սրանք ռևանժիստներ են։ Այո, ես իմ երկրի համար, իմ պատմության համար ոնց ուզում են թող մեկնաբանեն, ես չեմ վախենում Եվրոպայում գտնվելով ասեմ, որ դուք հենց Ավստրիան ա գրել մեր պատմությունը, Մուսալերա 40 օրը մնացած վրեժանների գիրքը, որը որ Ավստրիան առաջի անգամ նշանակում է Ավստրիայի Հանրապետությունը չի կարա մեղադրի մի բանի համար, որ ես ունեմ եվրոպական օրենքով գրված թղթերը, իրանցից դուրս եկած թղթերը, որ ես այսօր դոկումենտները, որ այսօր այս ճշմարտությունը բարձրացնում եմ, բայց մեր դժբախտություններն ոչ թե որ թուրքն է մեզ ասում լռեք կամ լռեցրեք այս ինչին կամ այն ինչին, այ մեր յանով ազգանուն կոչվածներն են փորձում մեզ լռեցնել, որ մենք չհանրայնացնենք այս ամեն ինչը։ Դրա համար մենք շատ արագ տարբեր երկրներից ես ասել եմ, մեր սենատորները պետք է աշխատեն, այս գաղափարը շատ արագ ձևով էս 10-ից 15 միլիոն, եթե ասում են 15 միլիոնա սփյուռքը հասանելի լինի, թե ինչից ենք մենք խոսում, եւ սենատը շատ արագ պետք է ձևավորվի բարձր մակարդակի, ես տեսնում եմ այդ, որ կարողանանք մեր սահմաններին կարմիր լույսը քաշելով դրսից եւ ներսից ասելով ստոպ, սա մեր երկիրն է, սա մեր պետականությունն է եւ մենք դեռ պահանջելու տեղ ունենք։ Դուք չեք կարող մեզ ոչնչացնել, որովհետեւ դուք հենց ձեր ձեռով եվրոպացիք եւ ամերիկացիք ստորագրել մեր երկրի քարտեզները։ Սա պետք է շատ արագ ձևով, խնդրում եմ մի քիչ սենատի գաղափարից խոսեք, որովհետև ես գիտեմ, որ սյուներից մեկը դուք եք, խնդրեմ։ Այո, համահայկական սենատը կամ մենք որ անվանել ենք համահայկական վերնախորհուրդը, դա շատ կարևոր ճանապարհներից մեկն է ազգի համախմբման։ Ինչի համար, որովհետև այդ սենատորները ներկայացնում են ինչ-որ համայնք։ Մեր սենատորները հիմա, երբ որ իրանք ընտրվում են իրենց համայնքում, իրենց երկրում, նրանց օգտին քվեարկում են մինիմում 500 հոգի։ Ուրեմն ցենզը դրված է 500 ուրեմն ձայն հավաքողը կարող է սենատոր դառնալ։ Եվ ես կոչ եմ անում հիմա մեզ լսողներին կամ հետագայում ովքեր որ կմիանան այս հաղորդմանը եւ կդիտեն, իրենք իրենց նախաձեռնությամբ թող եթե իրենք կարող ուժեն, եթե իրենք զգում են, որ իրենք ինչ-որ աշխատանք կարող են կատարել, թող միանան մեզ եւ մենք իրենց կասենք չդրեն սենատորի պաշտոնը զբաղեցնելու համար։ Շատ կարևոր է եւ մենք ուզում ենք ընտրել պատգամավոր, որոնք կարող են տարբեր երկրներում, մենք դա ենք հաշվարկել, թե որ երկրից ինչքան պատգամավոր պետք է ընտրվի, որ կարողանանք ամբողջ հայությանը ներգրավել, այդ հաշվարկները կա, այդ հաշվարկները արված է շատ ռացիոնալ ըստ մեզ, իհարկե դա մի քիչ սուբյեկտիվ կարող է լինել, բայց կարծում եմ ովքեր որ ծանոթանան այդ դատավյալներին, նրանք էլ կհամոզեն, որ ճիշտ ընտրություն են կատարել։ Այո, այդ պատգամավորները, այդ սենատորները իրենց համայնքներում, իրենց երկրներում աշխատանք պիտի կատարեն, որը մենք կարող ենք ասենք ինչ աշխատանք պետք է կատարել։ Այդ 500 պատգամավորին հավաքելով մենք կունենանք փաստորեն 250,000 մինիմում քվե, որը մեզ հնարավորություն կտա, որը մեզ թիկունք կլինի մեր հարցերը միջազգային արենայում ավելի բարձրացնելու համար։ Նույն կերպ մենք հիմա բժիշկ Ֆիրոսյանի հետ Լոս Անջելեսում ենք եւ անցկացնում ենք ստորագրահավաք, արդեն 26,000-ից ավել ստորագրություն ենք հավաքել եւ ասում ենք մարդկանց, որ հավաքենք 100,000, 100,000-ը արդեն որոշակի թիվ է, արդեն այդպես ազդեցիկ թիվ է, որը մեզ դարձյալ թիկունք կլինի այդ հարցը այստեղ Ամերիկայի Միացյալ Նահանգների կոնգրեսում բարձրացնելու համար, որտեղ արդեն մենք ունենք այնպիսի մարդիկ կոնգրեսում եւ սենատորներ եւ քաղաշխատող եւ կոնգրեսականներ, որոնք այդ հարցին ծանոթ են, որոնց ես մի 10 հոգու հետ այդպես կոնգրեսականների հետ հանդիպել եմ մեր
մտահոգություններ արտահայտել եմ եւ իրենք նույնիսկ իրենք էլ ինձ չեն ընդհատում, իրենք էլ չեն ասում դա անհնար է։ Ընդհակառակը ինձ ասում են մենք ինչ պիտի անենք։ Եվ ես իրենց ասում եմ թե իրենք ինչ պիտի անեն։ Ու իրենք դարձյալ չեն առար։ Ստորագրել 350,000 Հա, մեր փախստականների ես իրենք էլ եմ են ասում։ ընդունել դրանք։ Ոնց կարան հերքեն։ Իհարկե, երբ որ կարդում ես այն ժամանակ նախագահները Վուդրո Վիլսոնը, Օլդրիչը հետագայում, հա, ինչպես են խոսել հայերի մասին, ուղղակի փշաքաղում ես, որ օտար երկրի նախագահը այսպեսի մտածողություն ունի հայի մասին, որ ինչ-որ տեղ տան, որտեղ նրանք այնպիսի մարդիկ են, ասենք Վուդրո Վիլսոնին ինչի ընտրեցին որպես իրավարար, որտեղ գիտեին նրա կարողությունները, որտեղ գիտեին, որ նրան կարելի է վստահել, որտեղ գիտեին, որ նա այն հումանիզմի տեր մարդկանցից մեկն է, ով ճիշտ կորոշի, թե ինչ պետք է անել։ Ուրեմն այդ ամեն ինչը մենք պետք է բոլոր կողմերով շատ աշխատանք կատարենք, որպեսզի նրանց ավելի մեր աշխատանքները ավելի համոզեցուցիչ թվա։ Այդ ես ժամանակին բոլոր այն պետությունները, ովքեր որ ստորագրել են Սևրի դաշնագիրը, այդ պետությունների դեսպաններին Հայաստանում ներկայացել են մեր տարածքային պահանջները եւ այստեղ Լոս Անջելեսում բոլոր այդ երկրների գլխավոր հյուպատոսներին, այստեղ իրենց հյուպատոսությունները կա, ես բոլորին ներկայացել եմ մեր տարածքային պահանջները, այսինքն Վուդրո Վիլսոնի իրավարար վճռի հիման վրա։ Եվ իսկ Հայաստանում դրանք 11 դեսպաններ էին, մյուս դեսպանները Հայաստանում չեն գործում, չունեն դեսպանատուն, դրա համար չեմ ներկայացել։ Ուրեմն այդ ամենօրյա օրակարգային հարց դարձնելու համար այ աշխատանք պետք է կատարվի։ Եվ ես էլ շատերին ասել եմ, որ այդ աշխատանքը պետք է բոլոր օջախներում կատարվի, բոլոր այդ երկրների դեսպաններին կամ հյուպատոսներին տարեք ներկայացրեք մեր տարածքային պահանջները, ներկայացրեք Վուդրո Վիլսոնի իրավարար վճիռը։ Հիմի մենք մեզ համար հայտնի դարձավ նաև Արամ Մկրտչյանի շնորհիվ, ով հայթայթեց այն փաստաթղթեր ազգերի լիգայի 2500 փաստաթղթերը, որոնք նոր լույս սփռեցին այդ մեր պահանջատիրության վրա։ Եվ այդ ազգերի լիգայի 20 թվականի դեկտեմբերի 10-ի փաստաթուղթը շատ հզոր փաստաթուղթ է, որտեղ գրված է, որ Հայաստանի տարածքը, Արևելյան Հայաստանի տարածքը կազմում է 70,551 քառակուսի կիլոմետր։ Եվ այնտեղ հղում է անում, որ այդ տարածքը կարող է դառնալ 214,000 քառակուսի կիլոմետր, որովհետև ներկա պահին Վուդրո Վիլսոնը իրականացնում է իրավարար վճիռ։ Վուդրո Վիլսոնի իրավարար վճիռը կայացել է նոյեմբերի 22-ին, ազգերի լիգան դեկտեմբերի 10-ին։ Ինչի այստեղ խզում է առաջանում, որովհետև երբ որ Վիլսոնի իրավարար վճիռը կայացել էր, դեռ այդ փաստաթուղթը Եվրոպա չէր հասել։ Այսինքն հասավ հենց այդ օրերին, որ ազգերի լիգան այդ որոշումը կայացրել է։ Հայրենակիցների համար ստեղ ինձի մեկը SMS-ը գրել, շատ կարևոր հարց է։ Մի հատ հարց ունեմ ձեզ այս խնդիրի առաջ։ Հիմա մենք խոսում ենք իրավական թղթերի մասին, որը աշխարհը ճանաչել է եւ խոսում ենք մենք սա իրականություն է։ Հիմա Նիկոլ Փաշինյանի այս քայլով մայր օրենքը սահմանադրությունը փոխելով, նոր սահմաններ գծելով 29,000 քառակուսի, հա, կամ 30 կլորացնենք։ Հիմա ինչ վտանգ է սպասվում այս 100 տարվա օրենքով պաշտպանված եւ մնացած մեր պաշտպանված դոկումենտների հետ։ Ինչ
ինչ աղետի է նա բերում, վերջնագիծն է անում, մոռացնելով եւ ջնջելով, համաձայնվելով, խնդրում եմ, սրա վտանգների մասին խոսենք, որ մեր հայրենակիցները վաղը երբ որ գնան ցույցի կամ գնան ընտրությունների, հասկանան թե ինչ աղետի առաջ են կանգնել։ Նշանակում է մենք ջնջում ենք այն ամենքը, մեր պատմությունը, մեր ով լինելը, այդ վտանգը սպասում է, ինչ է անում Նիկոլ Փաշինյանը, այս ձեր բացադրածով օրինական դուք տալիս եք երկրի նախագահների անուններ, որ ստորագրել են եւ կա այդ փաստաթուղթը եւ դա մեր մոտնա հիմա, բայց ինչ վտանգ է մեզ սպասում այս պահին, եթե Նիկոլ Փաշինյանը փոխի եւ նոր սահմաններով համաձայնության գա։ Խնդրեմ, մի հատ այս վտանգի մասին խոսեք, որ ժողովուրդը հասկանա ինչից ենք մենք խոսում։ Այ Նիկոլ Փաշինյանը հենց երեք հայտարարել է, որ այո, եթե մենք նաև մի ուրիշի բերանով, որ եթե մենք խաղաղության չգնանք, վաղ պատերազմ կսկսվի։ Այսինքն նրանք ահաբեկում են ժողովրդին, որ մենք պետք է անպայման խաղաղություն կնքենք, որպեսզի Ալիևը Արևմտյան Ադրբեջանի մասին չխոսի։ Ահաբեկություն է, սա իսկական ահաբեկություն է, սրա համար մարդիկ պետք է դատվեն համապատասխան օրենքներով։ Եվ նա դրանով ուզում է փաստաթուղթ ստորագրի, որ այսինքն ինքը էլ պահանջ չունի։ Ասում է պետք է մոռանանք, արդեն պետքա Ղարաբաղյան շարժումից այդ գաղափարից պետք է մոռանանք։ Պետք է դրա բան անենք եւ քանի որ պետք է մոռանանք, ուրեմն Մինսկի խումբներ պիտի ցրենք։ Ամբողջ աշխարհը մտածում է դրա մասին, Ղարաբաղյան փախստականների մասին։ Նիկոլը դրա մասին չի զբաղվում, չի խոսում դրա մասին։ Եվ ասենք իր այդ կետերը, որ ինքը ասում է 17 կետերով ենք համաձայնեցել ենք, փաստորեն ինքը համաձայնեցել է Ալիևի պահանջներն է կատարում։ Ինքը ոչինչ չի համաձայնեցել։ Ինքը բոլոր կետերով համաձայնվել է Ալիևի հետ։ Եվ ինքը ոչ մի հակափաստակ, հակաառաջարկ չի արել, որ կարող էր անել։ Գերիների վերադարձ, փախստականների վերադարձ, եւ այլ հարցեր։ Այսինքն նա ոչ միայն այդ փաստաթղթերն է ուզում արանքից անել, որ մենք տարածքային պահանջ չունենք, ինքը ներկայացնում է իրական Հայաստանը, այն ինչ որ մետաղյա մի ֆորմա է հանել Հայաստանի քարտեզի եւ ասում է սա իրական Հայաստանն է։ Այսինքն մոռացության է տալիս մեզ մեր անցյալից։ Ինքը մոռացության տալիս մեր ընդհանրապես բոլոր արժեքներից։ Չի մեր այն ազգային արժեքները, որ մենք ունենք, դրանից հրաժարվել է տալիս։ Հենց Մասիսարից, մեր հիշողությունից, մեր պատմությունից, այդ ամեն ինչը պլանավորված է գնում։ Այսինքն մենք կարող ենք մտածել, որ նա դա անում է ոչ թե հայ ժողովրդի համար, այլ իր պարտավորությունների համար, որ պարտավորվել է օտար ուժերի դեմ։ Պարոն Մեսրոպյան, դուք շատ կարևոր մի հայտարարություն արեցիք, ես ուզում եմ մի հատ դրան վերադառնալ, որ այսօր մեր երկրի Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ժողովրդին, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին տերորի է ենթարկում, վախացնելով, եթե չբացատրելով, բացատրություն չտալով, թե ինչ ստորագրություններ են անում, թե ինչի դիմաց ինչ են ստորագրում, նախ ով է իրան թույլ տվեց ստորագրելու, եթե մենք բոլորս ասում ենք Արցախը դա հայկական պետություն է եւ երկիր է եղե եւ կա, մեր եկեղեցիների քարերը, ասում եմ, եթե մարդիկ լռեն, քարերը կխոսեն, մեր քարերը արդեն ասում են այդ ամենը, որտեղ պահանջատեր չկա։ Հիմա նայեք, շատ ճիշտ եք, ես միանում եմ ձեր խոսքին, այո, նա տերորի է ենթարկում ոչ թե մենակ 3 միլիոն հայերի, այլ մնացած 10 միլիոնին հետ միասին լռեցնելով, եթե հանգարց մի հատ բերանները ցած գրոբացած բացեք, պատերազմի։ Հասկանում եք, այստեղ խնդիրը մի հատ այստեղ շատ մեծ խնդիր կա, որ հենց դրա համար պետք է մենք իրավական շատ արագ ձևով փորձենք կանգնացնել այս աղետին, նայ չի խոսում Ադրբեջանի պրեզիդենտը, նա կարար չէ որպես օտար երկրի պրեզիդենտ ասել, լսեք, եթե չտա կռիվ կանեմ, եթե չտա կես կանեմ, էդի կարող ենք ասենք, գիտես ինչ կա,
Մարդը ուզում է մենք չենք տալեմ։ Բայց տերորի է ենթարկում քո վարչապետը իր երկրի քաղաքացիներին։ Ինչպես է Վարչապետի ժողովրդին ահաբեկում է, այո։ Իհարկե, սա լուրջ խնդիր է, ինչպես մենք կարող ենք հիմա մեր երկրի կոչված այդ աղետին, վարչապետ կոչվածին համապատասխան բողոք, չգիտեմ, որ դատարաններում, որ ասենք լսի, էսի հասկանում ես 10 մեր ցեղասպանությունը 1.5 միլիոնը երբ որ աշխարհը ճանաչեց մի կերպ բերեցինք հասցրեցինք տեղ, որ արդեն ճանաչել է, մենք ունենք իրավական ձեր կողմից այն թղթերը, որ դուք տրվել եք մեր երկրի սահմանները եւ ես այս անգամ մեր պարոն Մկրտչյանի երբ որ խոսում եք, ես հարց տվեցի վարչապետին, ասեցի, եթե դուք ասում եք երկրին կատաստր չկա, արդյոք բա դուք ում երկրի վարչապետն եք, եթե երկրում չկա կատաստր, դուք լեգիտիմ վարչապետ չեք։ Իմ պահանջը տեղին էր, եւ հիմա նույնը ասում եմ, եթե դուք տերորի եք ենթարկում մեզ վախացնելով, մենք չգիտենք ամեն օր մեր գլխին, ինքը չի ցույց տալի ինչ թուղթ է ստորագրել, հիմա պարոն Մեսրոպյան, ինչ եք առաջարկում, ոնց կարող ենք այս աղետին դադի տալ, համաշխարհային բերել միտեղ մտցնել, որ ասել, լսեք, այս ի՞նչ է մեր հետ անում։ Առավոտ զարտում ասում է, եթե չդա կմեռնեք, եթե չդա կմեռնեք։ Այս 25 թիվն ենք արդեն, սենց ենք մարդկանց պետությունները կազմակերպում, պահում որպես պետականություն։ Մի բան էլ ասեմ։ Եթե հիշում եք, ինքը ասում էր, ես Ղարաբաղյան ժողովրդի կողմից չեմ ընտրված, ես իրենց նախագահը չեմ, ես դրանով չպիտի զբաղվեմ։ Բայց Լավ, մի քանի հիմի ժամանակ առաջ էլ ասում Հայաստանը եւ վերջ, ոչ մեկ պատասխան չուզեց այդ սրիկայից։ Այդ գնաց ասեց, որպեսի ժողովրդի այսպես համակրանքը շահին, ուղղակի դա այդպիսի բան էր։ Եվ երկրորդը, Հայաստանը Ադրբեջանին պատերազմ հայտարարել է։ Ոչ։ Ադրբեջանը Հայաստանին պատերազմ հայտարարել է։ Ոչ։ Ուրեմն այդ խաղաղության պայմանագիրը ինչի համար է կնքվում։ Ինչ խաղաղության պայմանագրի մասին է խոսքը։ Եթե պետությունները իրար պատերազմ չեն հայտարարել, ինչ խաղաղության պայմանագրի մասին է խոսքը։ Խաղաղության պայմանագրի փոխարեն պետք է ներկայացվի այս փաստաթուղթը։ Որտեղ գրված է, որ Հայաստանի տարածքը 70551 քառակուսի կիլոմետր է։ Այս փաստաթղթի հիմքը ահա այս փաստաթուղթն է ազգերի լիգայի, որտեղ ինչ որ ասեցի գրված է։ Այդ փաստաթուղթը այս Վիլսոնի իրավարար վճիռն է պետության մեծ կնիքով, որ պետքա ճանաչվի։ Այս փաստաթղթերը պետք է հիմա շրջանառվեն եւ այս փաստաթղթերի շուրջ պետք է խոսքը գնա։ Այս փաստաթղթերի շուրջ պետք է խաղաղության պայմանագիրը կնքվի, որ իմանան այս 214,000 քառակուսի կիլոմետրի մասին։ Մեր խնդիրները եւ ինչու ոչ 21 թվականի հուլիսի 4-ից 5-ը Կաբիրոյի որոշման մասին։ Այդ հարցերը պետք է առաջ քաշվի։ Չէ՞ որ դրանք փաստաթղթեր են, որոնք անօրինական են եւ օրինական են ինչ որ ցույց տվեցի։ Կաբիրոյի որոշումը անօրինական, իսկ ազգերի լիգայի որոշումը օրինական, երբ որ այդ ընթացքում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, տարածքային սահմանները չեն ճանաչել, իսկ Հայաստանի սահմանները ճանաչել է ազգերի լիգան։ Ուրեմն մենք այս հարցերը պետք է առաջ քաշենք։ Վուդրովիստնի իրավարար վճիռը, որը կայացվել է, որ անբեկանելի է, անժամանցելի է, պարտադիր է կատարման համար եւ ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։ Սա տիտղոս է տրված մեզ, որը մենք չենք կարողանում օգտագործել, որը մենք վախենում ենք օգտագործել։ Մենք չենք ուզում պատերազմ, չենք ասում պատերազմով կարող ենք մենք ձեզ հաղթել, մենք ունենք փաստաթղթեր։ Եկեք միջազգային հանրության առջև բարձրացնենք այս հարցերը, թող միջազգային հանրությունը այս ասելով հասկանում ենք համապատասխան ատյանները, ովքեր իրավունք ունեն տալ գնահատական, արդյոք այս փաստաթղթերը ժամանցելի են, թե ժամանցելի չեն։
արդյոք այս փաստաթղթերը իրավական են, թե իրավական չեն։ Ուրեմն այս հարցերը թողած մենք չգիտես ինչ հարցեր ենք ուրեմն քննարկում։ Պարոն Մեսրոպյան, Այսինքն շատ Նիկոլը ճիշտ մի բան ասացիք, բարձրաձայնեցիք, մեզ ոչ մեկ պատերազմ չի հրավիրել, մենք պատերազմ չենք բարձրաձայնել, մենք ստորագրում ենք մի բան, որը չկա։ հայտարարել, այո։ Հիմա այս անձնավորությունը կարող եք ասել, որ պետական դավաճանություն է ինքը անում այս պահին։ Իհարկե։ Եթե ինքը իր ժողովրդին ահաբեկում է, դա ինչի համար է ահաբեկում։ Իր խնդիրները առաջ տանելու համար։ Ուրեմն ինքը կատարում է ուրիշի պատվերը, որ այդ պատվերը կատարելու համար ինքը նման քայլերի է դիմում։ Պարոն Մեսրոպյան, բայց մի հատ հարց տամ։ Ես գիտեմ, որ դուք շատ դեսպանների, շատ մարդկանց հետ շփվել եք։ Լավ, Նիկոլ Փաշինյանը կամ 10 հոգի կամ հետիվիստվերային մենք գիտենք, որ Վարագույրի ընկոմը կան մի 3 հոգի, որը կոնկրետ կանգնած են այս 30 տարվա այս առուծախի մեջ։ Դեսպանները, նույնը համայնքները, հայ դատը, լավ, մենք այս մասին դուք արդեն 30 տարի Վազգենից խփելուց հետո դուք կորցրեցիք այս ամեն ինչը, այս կոնտրոլը գնաց Դեմիրճյանը, որտեվ ես ոնց հասկացա, մոտենում են այս գաղափարին։ Լավ, մի հարց տամ։ Հիմա այս դեսպանները, այդ նույնը Արևմտյան Հայաստանի այդ մարդիկ, որ հիմա այսօր Ամերիկայում են, Եվրոպայում են, իրանց հայդատ են ներկայացնում, այս ամեն ինչ իմանալով ոնց են կարողանում այսօրվա կառավարությանը, տեսեք դուք չեք հանդուրժում, նրանք երևի դրանց համար հաճելի հույր չես, երբ որ նրանք Ամերիկա են գալի եւ ահա տեսնում են Մեսրոպյանները նստած գիտեն ինչ ռետորական հարց պետք է տա, լավ, ի՞նչ է մտածում մեր հայ լոբինգը այս թեմաների մասին։ Ինչ են արդահայտում, լավ, օքեյ, իրանք են ծախե, իրանք են մտե այդ առևտրի մեջ, բայց լավ, չէ որ այս քյուրքի մեջ կան թորներ, ծորներ, այդ հոլոքոստ, այդ ապրածի մարդիկ, այդ ժողովուրդը կա, այդ ցեղասպանության ապրած մարդիկ կան, իրանք ժառանգները կան, լավ, նույժել իրանք չեն կարողանում էսի բարձրացնել, թե մոռացել են, մենք ենք հիմա հիշեցնում, խնդրեմ, նա այս ցավոտ մասին խոսեք, մոռացան, ես ինչ տվեցին մենք խման կամ կերանք, որ շատ արագ մոռացակ այդ ամեն ինչը։ Ուրեմն ես հայ դատին դաշնակցության հնչակյան կուսակցությունների ղեկավարներին բոլոր ղեկավարների հետ եմ խոսել ես, բոլորի հետ։ Ես իրենց մեղադրում եմ, որ դուք, երբ որ 1965 թվականին ժողովուրդը ելավ ոտքի եւ պահանջում էր մեր հողերը, այդպիսի պաստառներով գնում էին ցույցի, ես դրան ներկա եմ եղել, այն ժամանակ ես սովորում էի եւ բնակվում էի օպերայի հարևանությամբ, ես սովորում էի Կրուսկայան դպրոցի վրա, Տերյան փողոցի։ Եվ դա տեսել եմ, այդ ցույցերի ներկա եմ եղել։ Հիմա ասում եմ, երբ որ ժողովուրդը դուրս եկավ մեր տարածքները պաստառներով, դուք գնացիք ցեղասպանության ճանաչման ուղիով։ Ինչու՞։ Որտեղ ցեղասպանության ճանաչման հարցը դուք գիտեիք, որ շատ տարողունակ է եւ անընդհատ կարելի է այդ հարցով զբաղվել։ Բայց դուք չգնացիք տարածքային ճանաչման ուղիով, որտեղ դա իրավական հարց է, դա բարոյական հարց է, սա իրավական։ Դուք իրավական լուծում չտվեցիք այդ հարցին, այլ գնացիք բարոյական ուղու ճանապարհով եւ չեք շեղում այդ ճանապարհը, որ մի քայլ աջ կամ մի քայլ ձախ։ Անդադ ցեղասպանության ճանաչում։ Ասում եմ հիմա էլ 100 տարի անց, երբ որ տոնեցինք ցեղասպանությունը, հասկացան ամբողջ ժողովուրդը, հասկացավ, աշխարհը հասկացավ, 40 պետություն արդեն ճանաչել է, ինչի եք հիմա էլի գնում ցեղասպանության ճանաչման ուղիով։ Մի գնացեք հետ ասում եմ ինչի ներկայացնում։ Օրինակ ինձ Արամ Համբարյանը, որ հայ դատի գրասենյակի ղեկավարն էր, հանդիպել եմ մի քանի անգամ եւ բազմաթիվ զրույցներ ենք ունեցել հեռախոսով։ Ասում է հիմա Արցախը հիվանդ է, մենք պետք է Արցախին օգնենք։ Ասի ճիշտ եք ասում, Արցախը հիվանդ է, դա տարիներ առաջ, մինչև պատերազմը։ Արցախը հիվանդ է, բայց պահանջատիրությունը մեռնում է։ Հիմա պահանջատիրությունը եթե մեռավ, որտեղ Նիկոլ Փաշինյանը այնպիսի փաստաթղթեր կստորագրի, որ արդեն անիմաստ կլինի
պայքարել այդ հարցի համար։ Այսինքն հիմա եթե մենք մեռնողին փրկենք, հիվանդը ինքնին կբուժվի։ Ինքը չի առարկում ինձ։ Չի առարկում ինձ։ Ընդհակառակը ես երբ որ խոսում էի փաստարկներ էի բերում, ինքը իր մոտ նշում էր մի 20-30 կետ այդպես նշեց։ Բայց իրենք դարձյալ աշխատանք չեն անում։ Մենք այս կռվից պատերազմից հետո հանդիպեցիք իրան։ Պատերազմից հետո խոսեցի, այո, ասվի հիմա ասում եմ Արցախը։ Այդ ձեր հիվանդին բուժեցիք, չբուժեցիք։ Հիմա հանդիպում ենք, ասենք, կոնգրեսական ջյուդիչուի հետ։ Իրենք ասում են, որ 20 տարուց ավել մենք աշխատում ենք ջյուդիչուի հետ։ Հա, ես հանդիպեցինք, ասում եմ, որտեղ ես եւ բժիշկ Փիլոսյանը, Ոսկան Մխիթարյանն էլ մեզ հետ հանդիպեցինք ջյուդիչուի հետ, ես ներկայացրի մեր տարածքային պահանջների փաթեթը, հա, ինքը ասում է դուք ինչ հողեր եք ուզում։ Ես խոսեցի հայտարարի գրասենյակի ղեկավարի հետ, ասում եմ ջյուդիչուն մինչև հիմա չի պատկերացնում մեր պահանջը։ Դուք իրեն եւ մյուս կոնգրեսականներին լոբինգ եք անում, գումար եք տալիս, որ նա այսինչ հարցը բացի։ Ինչի մեր տարածքային պահանջների հարցը մինչև հիմա ոչ մի կոնգրեսական, որոնք համերիկյան բարեկամական անդամ են, ոչ ոք այդ հարցը չի բարձրացնում։ Ինչի ձեր 20-30 տարվա աշխատանքը ինչի է իզուր դառնում։ Ինչի չեք բարձրացնում։ Այս վարքյանին մենք մտածում ենք, այս վարքյանին մենք մտածում այսպես։ Այս վարքյանը սխալ վարքյան է։ Այսինքն իրանք չեն ուզում։ Նույնը հնչակյան կուսակցությունը իրենց ասած համագումարի նման մի բան էր դեկայի, որտեղ միայն հնչակյաններն են, եւ ես դեմ դուրս եկա Սաֆյանի ելույթին, ամբողջ դահլիճն էլ իմ դեմ դուրս եկավ։ Իհարկե ես չընկերկեցի եւ երբ որ դրանց առանձին հետո հանդիպում եմ այս հարցը, այն հարցը, իրանք փախնում են ինձանից, որովհետեւ չեն կարողանում այդ փաստերին պատասխանել։ Այդ հարցերը մենք հիմա ես կարող եմ մի քիչ շատ ասեցի, թե ես ինչ եմ անում, բայց այդ հարցերը պետք է բոլոր տեղերում արվի։ Բոլոր երկրներում, բոլոր ուրեմն գաղթօջախներում եւ այդ հարցերը պետք է բարձրացվի այո այն պետությունների առջև, այն պետությունների ներկայացուցիչների առջև այնտեղ կան։ Հյուպատոս կլինի, դեսպան կլինի, ուրեմն այդ հարցերը պետք է առաջ քաշել եւ ամբողջ այսպես ասած ֆլեշ մոբ անենք, որ մեր հարցը օրակարգային դառնա, որ մեր հարցը իրանց սեղանի ուրեմն գզրոցներում չփտի, այլ սեղանի վրա լինի։ Ֆլեշ մոբ անենք, պարոն Փաշինյան կոչվածին ստոպ տանք այս ամեն ինչին, որ հասկանանք, որտեղ ոնց որ նոր դուք ասեցիք Ադրբեջանը մեզնից բան չի պահանջում, այս պահին չի եկե հասե, հա։ Իհարկե նա շատ մոտ է, նրանք ես գիտեմ նրանց պլան երկրորդը որն է, եթե հանգարց հայրենակիցները ոնց որ մենք ենք բարձրացայն ենք, մի հատ ուղակի մի երկու հատ ռակետ կուղարկես Հայաստանի հողի վրա, ժողովուրդը արդեն աշկը վախեցած է, ոչ մեկ չի ուզում երեխա կորցնի, արդեն ոնց որ ասած բռնել են այդ ձևը, ոնց աշխատեն մեր հետ, եթե էսի չանենք, էսի կանենք։ Իհարկե մենք հասկանում ենք երկրորդ պլանը կա, բայց մենք պետք է ունենանք առողջ հրամանատարներ, ես միշտ ասել եմ, առողջ հրամանատարներ, շատ արագ, որ կարողանան մեկ վայրկյան, որ կարողանան մեր զինվորների կողքը լինեն եւ շատ առողջ ձև։ Դրա համար ես իմ կոչն է, որ մեր հրամանատարները կներեք, ստեղ մի քիչ տեխնիկական խնդիր է առաջացել, բայց ոչինչ, մեկ վայրկյան։ Առաջինը մեր հրամանատարին, երկրորդը իրավունքի ուժով, այն որ դուք ձեր մոտ ունեք արդեն այն ինչ որ մտածվել է եւ պետք է այդ ֆլեշ մոբայո շատ արագ ձևով հասնի սենատորներին, բարձրագույն դատարաններին, մենք պետք է այդ ամեն ինչը շատ արագ ձևով եւ դրա հետ միասին փորձել մեր հայրենակիցներին բացատրել, թե իշքան վտանգ Իրանից ներկայացնում Նիկոլ Փաշինյանը նրա անձնակազմը, բայց հիմա ես գիտեմ, որ պարոն Մեսրոպյան շատերը գնեն ասելու, լավ, դուք ում կազմակերպությունն եք,
Ես նորից եմ ասում, ես հայ եմ, ես հայամետ եմ, ես ոչ մեկինը չեմ։ Իսկ սենատոր լինելը դու չես կարող ինչ-որ կազմակերպության կամ ինչ-որ ձեր ասած զոնթիկի տակ ինչ-որ մեկին ծառայություն անեք, ստեղ գնում է ճշմարտությունը, իսկ եթե մենք հասնենք շատ արագ այդ ճշմարտությանը, այն ժամանակ ժողովուրդը սենատի հետ միասին կորոշի, թե ով կառավարի Հայաստանի Հանրապետությունը։ Պարոն Մեսրոպյան, ձեր վերջի խոսքը, որտեղ մենք արդեն 1 ժամ եթերում ենք, մեզի տարիներ արդեն ցույց է տվել, ինչքան երկար է եթերում ժողովուրդը այնքան քիչ են նայում, դրա համար մենք փորձում ենք դիպուկ բացատրել, մենք դեռ շարունակելու ենք մեր այս եթերները շատ երկար, մենք դեռ շատ առիթներ կունենանք իրար հետ խոսելու այս թեմաների հետ միասին։ Խնդրում եմ ձեր վերջին խոսքը։ Իմ վերջին խոսքը այն է, որ այո, ժողովուրդը պիտի համախմբվի գաղափարի շուրջ։ Ժողովուրդը հիմա պետք է ընդվզի Փաշինյանի դեմ։ Առավոտյան ես լսեցի ինչ-որ էլի մի կոչ Գևորգ Գևորգյանն էր կոչանում, որպեսզի ժողովուրդը ընդվզի։ Այո, ես կարող եմ միանալ այդ ընդվզմանը, որովհետև Նիկոլ Փաշինյանը արդեն այնպիսի ելույթներ է ունենում, որ տեսնում է, որ իր դեմ հակաելույթները քիչ են, այդպես իրեն չեն սպառնում, ինքը արդեն ասում է, հիմա եթե նախկին նախագահներին ասում է, ես բոլորին պատերին կծեփեմ, եթե իրեն գան ինձ հետ այդպես դեբատների, հա? Այսինքն նա իրեն արդեն անպատիժ է զգում, իրեն զգում է այսպես առյուծացած, հա, որ ինքը կարող է ամեն ինչ անել, որովհետև տեսնում է, որ ընդվզում չկա։ Այ եթե ընդվզումը լի, եթե այդ քաղաքական կուսակցությունները ավելի հաճախ, ավելի դիպուկ, ավելի ճիշտ ներկայացնեն այն պահանջները, որ իսկապես ժողովրդի պահանջն է, իսկապես ազգի պահանջն է, կարևորը ազգն է այստեղ, ազգի ապագան պետք է կերտել։ Ուրեմն բոլոր տեսակի ընդվզումները այդ քաղաքացիական պայմանագիր կուսակցության դեմ, այդ խաղաղության պայմանագրի դեմ պետք է ուրեմն աշխուժանան։ Պետք է աշխուժանան, որովհետև մենք տեսնում ենք, որ դրանով, եթե դրանք հանկարծ կյանքի կոչվեն, մեր ապագան շատ մշուշոտ է լինելու։ Մեր ապագան այսպես հարցականի տակ է լինելու, որովհետև խաղաղության պայմանագրով պատերազմը չես կարող կանգնեցնել, որովհետև Ալիևը իր պահանջները ներկայացրել է, որ դա Արևմտյան Հայաստան է, Ալիևը եւ Էրդողանը իրենց մտադրությունները չեն մոռացել, որ պետք է Հայաստանը վերացնեն։ Եվ մի բան էլ հիշեցի, այստեղ էր գտնվում Թուրքիայի մեջլիսի падգամավոր Փալյանը, հա, Կարո Փալյանը։ Եվ նա իմ զրույցի ընթացքում ասում է, գիտեք, ասում է, հիմիկվա թուրքերը այդ էլենի թուրքերը չեն։ Հիմիկվա թուրքերը ժողովրդավար թուրքեր են։ Եվ երբ որ ընդհանուր դահլիճում հարցեր էին գողում, ես իրեն հարցրեցի։ Ասի, հիմա դուք ասում եք, որ թուրքերը ժողովրդավար են։ Հիմի, բայց մենք գիտենք, որ Էրդողանը կամ եւ թուրքերը ընդհանրապես որոշել են, որ Հայաստան պիտի վերանա, Հայաստանը պիտի բնաջնջվի։ Հիմա մենք կարող ենք արդյոք այնքան դիմանալ, մինչև այդ թուրքերը ժողովրդավար դառնան։ Կհասցնենք մենք գոյատել մինչև այդ ժողովուրդը դառնա։ Իհարկե պատասխան չէր, էլի ինքը գնաց այդ թուրքերին բարձրացնելու ուղղով եւ ես զարմացա, որ Փալյան, որին Հայաստանում ուր գնում է պատվում հարգում են, ինքը ասում է, թե հիմիկվա թուրքը այն թուրքը չի։ Երբ որ մենք գիտենք, թե ընդհանրապես թուրք ժողովուրդը ինչպիսի ժողովուրդ է եւ իր ղեկավարները ինչպիսին են, ինչպիսի ծրագրեր ունեն հայ ժողովրդի նկատմամբ։ Շատ շնորհակալություն, պարոն Մեսրոպյան, Աստված օրհնի ձեզ այն գաղափարի շուրջ, այն աշխատանքի շուրջ, բոլորիս մեր պայքարի համար բոլորիս աջակցությունա պետք, բոլորիս կողմից
սատար կանգնելա պետք, որպեսզի մենք մեր ազգային հարցը իրոք տանենք դեպի ազգի ապագան կերտվում է այս օրերին, Այո։ ապագան կերտվում է այս Ձեր ժամանակ։ թույլտվության պարոն Մեսրոպյան եզրափակեմ եթերը։ Աստվածորդի մեր հայրենակիցների, սիրելի հայրենակիցներ, մնացեք Աստծո աղոթքների մեջ, առաջին իմ համար ես միշտ ասել եմ այս եթերի սկզբից եւ եթերի վերջում, լինելով հայ, լինելով քրիստոնյա, առաջի արժեքը, որ իմ համար կա, դա հոգևոր արժեքն է եւ հետո հայ լինելու արժեքն է, երբ որ դու հոգևոր արժեքը հասկանաս, թե Աստված ինչի համար է ձեզ ընտրել որպես հայ քրիստոնյա, ինչի համար է տվել այդ հողը, դուք կպայքարեք, բայց ցավոք այս պահին շատերը մոռացել են իրենց հոգևոր դաշտը մնալով երկրի դաշտի հետ միասին, դրա համար այսօրն է իմ կոչը համերաշխությունն է, իմ եթերները ես նորից ասում եմ, ես բլոգեր չեմ, ես հայ եմ, ես խոսում եմ երկնքից եւ երկրից, դրա համար ես խնդրում եմ մեզ սխալ չհասկանաք, իմ կոչը բոլորիս միաբանության կոչն է, թե եկեղեցում, թե մեր քաղաքական գործիչներին, բոլորը սխալական են, բայց Աստված ներում է բոլորիդ։ Ուշքի եկեք, միաբանվենք, աղոթքով, փառքով կարողանանք այն երկիրը, որ Աստված մեզ տվել է, մինչև Տիրոջ գալուստը։ Աստված օրհնի, շնորհակալություն պարոն Մեսրոպյան։